Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Գառնիկ Թաֆյանն եմ, կարևորի մասին նախ համարոտ։ Ընտրության օրը որոշված է, նախընտրական իրադարձությունները, նույնպես մարտի քաղաքական հաշվարկները։ Բավարարված միջնորդություն ու իրեղեն ապացույցներ, օրվա դատական քրոնիկոնը։ Մոդուլային ատոմակայան Հայաստանում, ինչ ռիսկեր ու հնարավորություններ են տեսնում փորձագետները։ Արցախ ստեղծագործությունը դատարանում է, Ադրբեջանը բողոք է ներկայացրել։ Ազգային ժողովի հերթական ընտրությունը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 7-ին։ Հրամանագիր է ստորագրել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախընտրական պրոցեսն արդեն մեկնարկել է։ Քաղաքական հին ու նոր ուժերը հավակնություն են ներկայացնում խորհրդարանում հայտնվելու։ Այս գործընթացն իհարկե առաջիկա ամիսներին ավելի է ակտիվանալու։ Բայց միայն նախընտրական իրադարձություններով լի չի լինելու առաջիկա ամիսները։ Սահմանադրություն, սահմանների բացում, սրանք քաղաքական կարևոր իրադարձություններ են, որոնք ըստ պաշտոնական հայտարարությունների նախատեսված են մարտին։ Փորձագետները համոզված են, որ մարտը կարող է շրջադարձային լինել Հայաստանի համար։ Ինչու՞, պատասխանը Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Մարտ ամիսը կարող է շրջադարձային լինել ինչպես Հայաստանի ներքին քաղաքական օրակարգում, այնպես էլ արտաքին հարաբերությունների համատեքստում։ Տարբեր փորձագիտական շրջանակների գնահատմամբ հենց այդ ամսին իշխանությունը նախատեսում է երկու կարևոր գործընթաց՝ բացել հայ-թուրքական սահմանը եւ հանրությանը ներկայացնել նոր սահմանադրության տեքստը։ Քաղաքագետները նկատում են, որ ժամանակային համընկնումը պատահական չէ։ Խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունը փորձում է ձևավորել նոր քաղաքական միջավայր եւ օրակարգ, որտեղ արտաքին քաղաքական քայլերը դառնում են ներքաղաքական հաշվարկի մաս։ Բոլորի համար գաղտնի չէ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ամեն ինչ անելու են, որ այսօրվա իշխանությունը վերարտադրվի, եւ այսօրվա իշխանության վերարտադրման կողմնակից է նաեւ այսօրվա Եվրամիության ղեկավարությունը, որովհետեւ նրանք մի անգամ չէ, որ հայտարարել են, որ իրենք ոչ միայն աջակցում են այս իշխանությանը, մտահոգված են, որ այս իշխանությունը կարող է խնդիրներ ունենա։ Քաղաքագետները հայ-թուրքական սահմանի բացման թեման դիտարկում են որպես քաղաքական ազդակ ընտրական գործընթացների նախաշեմին։ Նրանք հիշեցնում են թուրքական պաշտոնական շրջանակներից հնչած հայտարարությունները, որոնք Հայաստանում առաջիկա ընտրությունների համատեքստում ակնհայտ քաղաքական ակնարկներ էին պարունակում։ Ընտրություններին ընդառաջ գործող իշխանությունը պետք է նվերներ ստանա Ադրբեջանից եւ Թուրքիայից, որտեղ ամբողջ իմաստը այն է, որ պետք է օգնեն վերընտրվի քաղաքացիական պայմանագիրը, որտեղ Հայաստանում երբեք նման իշխանություն չի լինի, որը կգնա բոլոր զիջումներին, եւ այստեղ նաեւ կարեւոր նյուանս գոյություն ունի։ Եթե իշխանությունը չի վերարտադրվում, ապա ԱԿՊ-ի վերնախավի համար անձնական խնդիրներ են առաջանում։ Նույն համատեքստում են դիտարկվում նաեւ Ադրբեջանի հետ էներգետիկ համակարգերի հնարավոր ինտեգրման վերաբերյալ հրապարակային քննարկումները։ Գուցե մի քանի նոր պահանջների վերադարձ, որոնց վերջերը դատեցին որպես նվեր, այսինքն այս process-ը շարունակվելու է եւ ապրիլին եւ մայիսին։ Ինչ վերաբերվում է սահմանադրության փոփոխությանը, դա ուղղակի ժեստ է, ցույց տալու, որ իրենք պատրաստ են սահմանադրությունը փոխել, բայց բնականաբար իրենք միջև ընտրությունները սահմանադրությունը չեն կարող դնել հանրակրվի։ Երվանդ Բոզոյանի կարծիքով առաջիկա ամիսներին Հայաստանի շուրջ ընթացող գործընթացները պետք է դիտարկել ընտրական տրամաբանության մեջ։ Նրա գնահատմամբ թուրք-ադրբեջանական քաղաքական հաշվարկներում եւս կարեւոր է, թե ով կլինի իշխանության Հայաստանում ընտրությունից հետո։ Ընտրությունների համար է այս բոլոր քայլերը։ Մարդիկ պետք է հասկանան, որ ըստ էության հիմա այս խնդիրները դա կարճաժամկետ էֆեկտ են ունենալու եւ գլխավոր նպատակը այն է, որ ամեն ինչ անեն, որ այս իշխանությունը վերարտադրվի, որովհետեւ այս իշխանության չվերարտադրման պայմաններում շատ-շատերի մոտ առաջանալ է անորոշություն։ Թուրքիայի մոտ, Ադրբեջանի մոտ, Եվրամիության ղեկավարության մոտ։ Քաղաքագետների համոզմամբ միջազգային դերակատարների համար այս փուլում առաջնային է Հայաստանից ստանալ մի քաղաքական կերպար, որը կարող է ներկայացվել տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն ապահովող գործոն, իսկ մնացած հարցերը դառնում են այդ պատկերացման ածանցյալը։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։
Իսկ մինչ այդ ներքաղաքական իրադարձություններ են զարգանում, դատական նիստեր, գերատեսչությունների ամփոփիչ ասուլիսներ, փոփոխություններ տարբեր ոլորտներում։ Սկսենք դատական ոլորտից։ Միքայել Սրբազանի խափանման միջոցը դատարանը փոխել է տնային կալանքի, արգելված է բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց, ունենան նամակագրություններ, սակայն սահմանափակումները չեն վերաբերվում հարազատներին։ Խափան միջոցի փոփոխման մասին միջնորդություն բավարար է։ Մեղադրյալ Գևորգ Միքայել Արտաշեսի Աջապարյանի նկատմամբ կիրառված խափան միջոց կալանքի փոխել եւ նրա նկատմամբ որպես այլժանքային խափան միջոցներ համակցված կիրառել տնային կալանքը բնակության հասցեն քաղաքների ժողովի փոխեցնում 6 իսկ բժշկական հաստատություն ստացիոնար բուժում աստիճան պայմանում տվյալ բժշկական հաստատություն Միքայել arczepiskopos Աջապահյանը վերադարձել է Իզմիրլյան բժշկական կենտրոն նրան կալանքի տակ պահելու այսօրվա որոշումից հետո Սպուտնիկ Արմենիային հայտնել է նրա փաստաբան Մարինե Ֆարմանյանը։ Հիշեցնեմ, որ Սրբազանին փետրվարի 10-ին պատրաստվում են վիրահատել։ Փաստաբան Արա Զոհրաբյանը դատարանին խնդրել է թույլ տալ Միքայել Սրբազանին մասնակցել տեղի եկեղեցու կիրակնօրյա պատարակներին։ Դատավոր Էդգար Մանասյանն ասել է, որ օրենքը նման հնարավորություն չի տալիս, բայց այն կհամարեն միջնորդություն եւ կքննարկեն։ Մեղադրող կողմն առարկություն չի հայտնել։ Շիրակի թեմի առաջնորդի գործի վերաբերյալ հաջորդ նիստը տեղի կունենա Միքայել Սրբազանի վիրահատությունից հետո։ Զուգահեռ ընթանում էր նաև Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործի նիստը։ Նրան հիվանդանոց չեն տեղափոխելու։ Դատարանը մերժել է միջնորդությունը։ Փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ բողոքարկելու են որոշումը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ առաջին անգամ խոսել է զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը լուծարելու մասին։ Պապիկյանի խոսքով գնդերեցները կարող են շարունակել իրենց հոգևոր ծառայությունը, եթե ենթարկվեն զինված ուժերի բարոյահոգեբանական հարցերի վարչությանը։ Բանակում զինված ուժերում չի կարող լինել երկակի ենթակայություն։ Կարող եմ ասել, որ նախարարի հրամանը, որը մենք հրապարակել էինք, բացահայտում է, որ այո, մենք կարող ենք պայմանագիր կնքել Հայաստանում հայ առաքելական եկեղեցու հոգևոր կրթություն ունեցող սպասավորների հետ, որպեսզի նրանք ծառայեն եւ կատարեն իրենց առաքելությունը։ Աշխատավարձի մասին հիմա խոսել չեմ։ Նկատի ունեն, որ այդպես փորձում եք ներգրավել նրանց, որ ուրանան, այսպես ասենք, եկեղեցին այդ ենթակայությունը։ Դե եթե Հայաստանի Հանրապետությանը զինված ուժերին բանակին ծառայել ինչ-որ մեկը ուրացում է համարում, դա իր անձնական գործ է։ Խոսքը Աշխատավարձի չափը նախ մեծ է ասում, ես նման աշխատավարձի մասին տեղյակ չեմ, բայց բավարար աշխատավարձ կլինի, որը կտարբերվի նախկինում իրենց ստացած։ Բանակում պիտի լինեն հոգևորականներ, որոնք կենթարկվեն միայն զինված ուժերին, իսկ իրավունք ունեն արդյոք հոգևորականները վիճարկել կաթողիկոսի որոշումը։ Նախկին հոգևորականներ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը դատական հայց են ներկայացրել հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Վիճարկվում են ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունները։ Կարգալույց հոգևորականները պահանջում են անվավեր ճանաչել կաթողիկոսի իրենց կարգալույց ճանաչելու որոշումը։ Զուգահեռ այսօր դատարանը հետազոտում էր Ազատի զինվորական կացարանի հրդեհի հետևանքով 15 զինվորի մահվան վերաբերյալ գործում առկա իրեղեն ապացույցները, զինվորների հագուստների կտորներ, այրված կացարանից գույքի կամ այլ իրերի մնացորդներ, պարկուճներ եւ զինվորական այլ պարագաներ։ Ուշագրավ էր, որ երբ դատարանն ուսումնասիրում էր գործով հիմնական մեղադրյալ Եղիշե Հակոբյանի զինվորական հագուստը, տուժողների ներկայացուցիչ փաստաբան Նորիկ Նորիկյանն արձանագրել է, որ մուշտակի վրա հրդեհի որևէ հետք չկա։ Դատարանը վիճակը բավականին լարված էր համարում։ Ուշագրավ դրվագները դիտենք մեկ տեսանյութում։ Ենթադրաբար Եղիշե Հակոբյանի պատկանող ձմեռային բաշխոնի վրա հրդեհի որևէ հետ արարելուց չի երևում, կան ուրեմն ենթադրաբար արհեստական եղանակով կտրվածքներ, Շևրոնը։ Արդեն եթե դες որ ինչ-որ մեկը չի փոխանցել, գոմին։
հետքի վայրի խախտման արդյունքում, ոչնչացված հետքի արդյունքում հնարավոր չի այսօր դրանց վերաբերյալ ամբողջական տեսակետ արտահայտել։ Իսկ էկոնոմիկայի նախարարն ամփոփել է 2025-ը, որի գլխավոր իրադարձությունը նախարարի կարծիքով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առևտուրն է։ Ըստ նախարարի մի քանի ամիս առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ հնարավոր է Բաքվի հետ առևտուր անենք, բայց դա արդեն իրականություն է եւ դա խաղաղության արդյունք է։ Ես շատ լավ հիշում եմ 2 տարի առաջ, երբ որ նշանակվում էի նախարար, հիմնական խոսակցությունը նրա մասին էր, թե կլինի օրինակ նոր հարձակում, թե չի լինի։ Իսկ հիմա հիմնական խոսակցությունը նրա մասին է, որ ինչ ապրանքը հնարավոր է վաճառել կամ չվաճառել եւ բենզինի գինը ենթադրենք ինչքանով իջավ կամ չիջավ։ Ես կարծում եմ պատերազմից խաղաղության խոսակցությունը արդեն իսկ ֆանտաստիկ է, խաղաղության օգուտների մասին խոսակցությունը շատ լավ խոսակցություն է եւ բնականաբար պետք է ավելացնենք, որպեսզի մաքսիմալ շատ օգուտներ ունենանք։ Այդ դեպքում ինչու Հայաստանից դեռ որևէ ապրանք չի արտահանվել Ադրբեջան, լրագրողի հարցին պատասխանել է նախարարը։ Ինչն է պատճառը։ Պատճառները տարբեր են, սկսած նրանից, որ շուկաները դեռևս միմյանց բավականին անծանոթ են, ինչպես մեր շուկան իրենց համար, այնպես էլ իրենց շուկան մեր համար, եւ սրա համար իմ կարծիքով պետք է ժամանակ եւ դա այնպիսի գործընթաց է, որը ավելի շատ բնականաբար գտնվում է մասնավոր հատվածի դաշտում։ Պետությունը ստեղծում է պայման, քաղաքական պայմանավորվածություններով, ճանապարհի բացվելով, երկաթուղու գործելով եւ այլն։ Հիմա մենք այդ պայմանների մի զգալի մասը ստեղծել ենք, բայց դեռ ամբողջությամբ ստեղծված չի։ Օրինակ ուղիղ երկաթուղային հաղորդակցություն դեռևս չկա, բայց դուք շատ լավ գիտեք, որ այդ ուղղությամբ աշխատանքը կա ու կլինի դա։ Երկու երկրների միջև առևտրին զուգահեռ իշխանությունը հայտարարում է ատոմակայանի վերաբերյալ ռազմավարական որոշման մասին։ Այն լինելու է մոդուլային։ Միաժամանակ հրապարակային դաշտում քննարկվում է նաև Հայաստանի էներգետիկ համակարգը հարևան երկրների ցանցերին միացնելու հեռանկարը, այդ թվում Ադրբեջանի հետ։ Ինչ է նշանակում մոդուլային ատոմակայան Հայաստանի համար եւ ինչ ռիսկեր ու հնարավորություններ են տեսնում փորձագետները այս էներգետիկ ուղղության մեջ, ռեպորտաժում։ Ատոմակայանի վերաբերյալ կա որոշում, լինելու է մոդուլային, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն է հայտնել։ Ինչ է մոդուլային ատոմակայանը, ինչքանով է հարմար Հայաստանին։ Մենք շարունակել ենք ուրեմն ուսումնասիրել մեզ տրվող առաջարկները այդ մասով, մասնավորապես եւ Ռուսաստանի Դաշնության, եւ Միացյալ Նահանգների, եւ Չինաստանի, եւ Կորեայի, եւ Ֆրանսիայի մասով։ Մոդուլային ատոմակայանը փոքր հզորության ատոմային ռեակտոր է, որը կառուցվում է մոդուլներով, առանձին ստանդարտացված բլոկների տեսքով եւ հետո հավաքվում է տեղում։ Նման տեխնոլոգիա արդեն կիրառվում է Ռուսաստանում եւ Չինաստանում, իսկ Միացյալ Նահանգներում առայժմ նման կայան չկա, չնայած գերտերությունն առաջատար է տեխնոլոգիայի զարգացման ոլորտում։ Մոդուլային ատոմակայանի մասին խոսել էր Միացյալ Նահանգների փոխնախագահը Հայաստան եւ Ադրբեջան այցի մանրամասները հայտնելիս։ J.D. Vance-ի խոսքով նախատեսում են Հայաստանի հետ կնքել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության համաձայնագիր։ Այս ֆոնին Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում հայտարարել էր. Միանշանակ եւ աներկբա Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար եւ փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են եւ արտահանման եւ ներմուծման հնարավոր պայմաններից։ Մոդուլային ատոմակայան ունենալու եւ Հայաստանի էներգետիկ համակարգը հարևան պետությունների էներգետիկ ցանցին միացնելու հայտարարությունները, ծրագրերը վտանգի տակ են դնում Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, կարծում է պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Եթե մեծ համակարգը միանում փոքր համակարգին, մենք ավելի փոքր համակարգ ենք, քան Ադրբեջան, դա էներգետիկ էքսպանսիայի, էներգետիկ կլանման էական ռիսկ կա։ Կարեն Միրզոյանն էլ ընդգծում է, որ աշխարհը միացյալ էներգետիկ համակարգերի է ձգտում, որը կայունության ու անվտանգության մասին է։
Նա տեսականորեն էներգետիկ համագործակցությունը հնարավոր է համարում նաև տարածաշրջանի մակարդակով՝ Իրան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա եւ Հայաստան։ Խոսքը այստեղ գնում է այլ բանի մասին, թե ինչպես է դա կատարվում, ում հաշվին է դա կատարվում, արդյոք այսօր Հայաստանի էներգետիկ համակարգը դրան պատրաստ է, թե ոչ։ Հաշվի առնելով տեղի ունեցող գործընթացները երկրի ներսում, երբ որ անհասկանալի պատճառներով, երկրի խոշորագույն ընկերություններից մեկը ՀԵՑ-ը, որը օժտված է օրենքով, միակ կառույցն է, որը իրավունք ունի հոսանք վաճառելու եւ զբաղվել այդ հարցերով, այսօր ունի անհասկանալի կարգավիճակ, թաղված է միջազգային դատական գործընթացներում, որոնք ուղղակի նրա հետագա գոյությունը կասկածի տակ են դնում։ Հաշվի առնելով նաև մեր էներգետիկ համակարգի այսօրվա խղճուկ վիճակը, որի արդյունքը մենք մեր մաշկի վրա ենք զգացել անցյալ տարվա բազմաթիվ հոսանքի անջատումների դեպքում, այս ամենը ուղղակի տարակուսանք է առաջացնում։ Օրվա քամուն հետևող քաղաքագետների ուսումնասիրությունը բավական չէ էներգետիկ անվտանգության վերաբերյալ նման լուրջ որոշում կայացնելու համար, ընդգծում է Միրզոյանը։ Մոդուլային ատոմակայանը կարող է ուժեղացնել Հայաստանի էներգետիկ կայունությունը, սակայն դա միաժամանակ նոր խնդիրներ է առաջ քաշելու։ Հանրային ու քաղաքական համաձայնության ապահովման, անվտանգության մակարդակի բարձրացման, տեխնիկական ենթակառուցվածքների արդիականացման եւ տարածաշրջանային էներգետիկ ցանցերի ինտեգրման առումով։ Անիա Բաղյան, Էդիկ Մալաքյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Փոխադարձ առևտուր, միասնական էներգետիկ համակարգ ու խաղաղություն, երբ Ադրբեջանը դատում է մեր հայրենակիցներին կեղծ մեղադրանքներով, անտեսելով միջազգային բոլոր նորմերն ու մարդու իրավունքները, եւ այս ամենը միջազգային հանրության ու պաշտոնական Երևանի հանցավոր լռության ֆոնի։ Արցախի ազգային ժողովն է հայտարարություն տարածել ու նշել, որ դատապարտելի է Հայաստանի իշխանության շարունակական անտարբերությունը հայրենակիցների սարքովի դատավճիռների նկատմամբ։ Բաքուն ջղաձգվում է Արցախ բառի ցանկացած հիշատակումից, դա կհնչի միջազգային ամբիոնից, թե սառույցի վրա։ Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն բողոք է ներկայացրել միջազգային օլիմպիական կոմիտեին Միլանում այսօր մեկնարկող խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդների ընտրած երաժշտության վերաբերյալ, պնդելով, թե այն քաղաքականապես լարված եւ անջատողական է։ Զույգը որոշել է սահադաշտ դուրս գալ Արա Գևորգյանի Արցախ ստեղծագործության ներքո։ Օմանում ավարտվել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների երկրորդ փուլը, հայտնել է Թասնիմը։ Իրանի պաշտոնյաները Մասկատում հանդիպել են ամերիկացի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Առաջին հանդիպել է օմանցի գործընկերոջ հետ, օրակարգում են երկկողմ տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցեր, այդ թվում Իրանի և Միացյալ Նահանգների միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիրակի Ճապոնիայում կայանալիք համազգային ընտրությունից առաջ իր լիակատար հավանությունն է հայտնել վարչապետ Սանայե Տակաիչիին, հավելելով, որ անհամբեր սպասում է նրան Սպիտակ տանը հաջորդ ամիս հյուրընկալելուն։ Հարցումների համաձայն Ճապոնիայի առաջին կին վարչապետը, որն ասել է, որ ոգեշնչվում է Մեծ Բրիտանիայի երկաթե լեդիից Մարգարետ Թետչերից, ընտրությանը կգրանցի ամուր հաղթանակ։ Նորվեգիայի թագաժարան գարքայադուստր Մեթե Մարիտն ուրբաթ ներողություն է խնդրել սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի համար մեղադրված ու ազատազրկված ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ իր ընկերության համար, գրել է Reuters-ը։ Էփշտեյնի գործի վերաբերյալ Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության անցյալ շաբաթ հրապարակած նոր փաստաթղթերի մեջ ներառված էր Մեթե Մարիտի եւ Էփշտեյնի միջև էլեկտրոնային ծավալուն նամակագրություն։ Սակայն այս գործը միայն սեռական շահագործման համար մեղադրվող մարդու մասին չէ։ Ջեֆրի Էփշտեյնը դարձավ այն մարդը, որը կարողացավ հավաքել ամենահզոր մարդկանց գաղտնի նամակագրությունները, տեսանյութերը եւ անձնական կապերի մասին ապացույցները, որոնք իր մահից հետո դարձան աշխարհաքաղաքական սկանդալի առիթ։ Մանրամասները ռեպորտաժում։ Ջեֆրի Էփշտեյն, մարդ, որ նույնիսկ իր մահից հետո խառնեց աշխարհը, մարդ, որ նախընտրում էր շփվել միայն նրանց հետ, ովքեր ունեն $1 միլիարդ։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է սկանդալային ֆինանսիստի դեմ հարուցված քրեական գործի եւս 3 միլիոն ֆայլ, կոմպրոմատներ աշխարհը կառավարող անձանց ու միլիարդատերերի դեմ։ Ավելի քան 3 միլիոն H, որտեղ առկա է 2000 տեսանյութ եւ 180,000 լուսանկար, մեծ մասը ինտիմ բնույթի։
Անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների, մարմնավաճառության կազմակերպման եւ այլ հանցագործությունների համար մեղադրվող ֆինանսիստն իր կղզում հարուստների համար փարթիներ էր կազմակերպում եւ աղջիկներ մատակարարում։ Իսկ ով էր նա։ Բրուքլինում ծնված եւ քոլեջը թողած Ջեֆրի Էփշտեյնը կարողացավ մտնել հարուստների եւ ազդեցիկ մարդկանց շարքերը, աշխատելով Bear Stearns ներդրումային բանկում 1980-ականներին։ 2019 թվականին բանտում ինքնասպանության պահին նա իր հաշիվներին ուներ $578 միլիոն, թանկարժեք անշարժ գույք Կարիբյան ավազանում 2 մասնավոր կղզի եւ գրեթե $380 միլիոն կանխիկ եւ ներդրումների տեսքով։ Էփշտեյնի գործինյութերում ներառված է 100-ից ավելի անուն, նա եղել է նրանցից շատերի ներդրումային եւ ֆինանսական խորհրդատուն, օգնելով նրանց խուսափել հարկերից եւ վերականգնել կորցրած միջոցները։ Ներառված անձանցից շատերը եղել են նրա կղզիներում, օգտվել առաջարկվող սեքս ծառայություններից, իսկ շատերի գաղտնի նամակագրությունն է բացահայտվել։ Իդեպ գաղտնազերծել փաստաթղթերը հանձնարարել է Դոնալդ Թրամփը, քրեական գործում շրջանառվող առանցքային անուններից մեկը։ ԱՄՆ ներկայիս առաջին տիկնոջ հետ Թրամփին ծանոթացրել է հենց Էփշտեյնը, այդ մասին ցուցմունք է տվել նրա նախկին օգնականը, որի ինքնությունը չի բացահայտվում։ Էփշտեյնը Մելանիային ծանոթացրել Դոնալդ Թրամփի հետ, նշել է նա։ Թեև դեպի կղզի թռիչքների տվյալները ցույց են տվել, որ Թրամփը 1993-ից 96 թվականներին առնվազն 8 անգամ եղել է Էփշտեյնի ինքնաթիռի ուղևոր, նա կտրականապես հերքում է։ Ես երբեք չեմ եղել Էփշտեյնի կղզում, նույնիսկ դրա մոտակայքում, եւ մինչեւ այսօրվա կեղծ եւ զրպարտչական հայտարարությունը երբեք չեմ մեղադրվել այնտեղ գտնվելու համար, նույնիսկ կեղծ լրատվամիջոցների կողմից։ 2017 թվականի նամակներից մեկում անձամբ Էփշտեյնը Թրամփին անվանել է վտանգավոր մարդ։ Ես հանդիպել եմ շատ վատ մարդկանց, բայց նրանցից ոչ մեկն այնպիսին չի եղել, ինչպիսին Թրամփն է։ Նրա մարմնում չկա եւ ոչ մի լավ բջիջ, գրել է Էփշտեյնը նամակում։ Հրապարակված փաստաթղթերում Թրամփից զատ շրջանառվում են նաեւ այլ անուններ։ Բիլ Քլինթոնն ու նրա կինը, Մեծ Բրիտանիայի արդեն նախկին արքայազն Էնդրյուն, Բիլ Գեյթսը, Իլոն Մասկը, Ռիչարդ Բրենսոնը, շատ պետությունների ղեկավարներ, անգամ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Էփշտեյնի ֆայլերում Զելենսկին հիշատակվում է մոտ 70 անգամ։ Համացանցում տարածվում են անգամ լուրեր, թե Զելենսկին կապված է Էփշտեյնի եւ Ուկրաինայում աղջիկների ու երեխաների առևտրի հետ։ Իբր նա թույլ է տվել մոդելային գործակալ Ժան-Լյուկ Բրունելին աղջիկներին դուրս բերել Ուկրաինայից, սակայն այս տեղեկությունը հաստատված չէ։ Էփշտեյնի ֆայլերում բացահայտվել են նաև քաղաքական թեմաներ, նաև Թուրքիայի վերջնագիրն Ասադին մինչև Սիրիայի պատերազմի սրացումը։ Փաստաթուղթը նկարագրում է 2011 թվականի Սիրիայի ճգնաժամի ամենաթեժ փուլում տեղի ունեցած հեռախոսազրույցը Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի եւ ՄԱԿ-ի այն ժամանակվա գլխավոր քարտուղար Բան Կի Մունի միջև։ Համաձայն փաստաթղթերի Դավութօղլուն Ասադին ներկայացրել է երկու սցենար՝ անհապաղ եւ հստակ ժամկետներով քաղաքական բարեփոխումների ճանապարհային քարտեզ կամ շարունակել ուժային ճնշման գիծը, ինչը կհանգեցնի միջազգային մեկուսացման, ինչպես ժամանակին մեկուսացվել են Սադամ Հուսեյնն ու Մուամմար Քադաֆին։ Այս փաստաթղթերի պատճառով անգամ իր թագավորական տիտղոսներից է զրկվել Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզի եղբայրը, Էնդրյու Მაունթբաթեն Վինդզորը։ Նա ստիպված է եղել գիշերով տեղափոխվել իր շքեղ առանձնատնից։ Հեռանալը նրա համար այնքան նվաստացուցիչ էր, որ նա որոշեց դա անել գիշերը, գրում է The Sun-ը։ Թե որտեղից էր այս նամակները հայտնվել ֆինանսիստի մոտ, մնում է գաղտնի։ Հստակ է մի բան՝ սպասվում է կոմպրոմատների նոր արտահոսք։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի եթերում կլինի վաղը ժամ 12-ին, կհանդիպենք, բարի գիշեր։